Ազգային ժողովում մեկնարկել են 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկումները Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում։ Ելույթ ունենալով առաջինը Հայաստանի Հանրապետության վարչապետն իր խոսքում նշեց, որ 13-րդ անգամ է Ազգային ժողովում մասնակցում պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկումներին, 6 անգամ որպես падգամավոր եւ 7-րդ անգամ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Նրա խոսքով այդ բոլոր քննարկումների ժամանակ այս կամ այն չափով ընդգծել է. պետական բյուջեն ոչ այնքան հաշվապահություն կամ թվաբանություն է, որքան բովանդակություն եւ կարեւորագույն խնդիր է համարում բյուջեի այս էության ըմբռնումը ոչ միայն կառավարության անդամների եւ Ազգային ժողովի падգամավորների, այլև ողջ հանրության համար։ 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները ըստ վարչապետի կազմել են 2 տրիլիոն 579 միլիարդ 200 միլիոն դրամ, ինչը նշանակում է, որ մենք բոլորս մեր աշխատանքով այսքան գումար ենք տվել, բերել փոխանցել պետական բյուջե, որը մեր երկրի ընտանեկան բյուջեն է։ Համբուրգի կայուն զարգացման ամենամյա համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Պարենի եւ Գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վիորել Գուցոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Պարենի եւ Գյուղատնտեսության կազմակերպության միջև առկա համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալը բարձր է գնահատել կազմակերպության կողմից Հայաստանում գյուղատնտեսական արտադրողականության եւ պարենային անվտանգության բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում հյուրընկալվելիք ՄԱԿ կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին եւ դրա շրջանակներում փոխգործակցության հնարավորություններին։ Հայաստանի Հանրապետությունում մաքսային մարմինը հունիսի 1-ից սկսած կանցնի արտահանման գործընթացների շուրջօրյա 24/7 սպասարկման։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ փոփոխությունը վերաբերում է ինչպես երրորդ երկրներ, այնպես էլ ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանվող ապրանքներին։ Այսուհետ մաքսային հայտարարագրերը կընդունվեն, կսպասարկվեն եւ ապրանքները կբացթողնվեն առանց աշխատանքային ժամերի կամ օրերի սահմանափակման։ Նոր կարգի շնորհիվ մաքսային ձևակերպումների անհրաժեշտությունը կվերանա պետական սահմանի անցակետերում, ինչը նախկինում հանգեցնում էր հերթերի եւ ծանրաբեռնվածության։ Արտահանման 24/7 մաքսային սպասարկումն իրականացվելու է Երևանում, Վանաձորում եւ Տավուշի մարզի Այրում քաղաքում գտնվող պահեստներում, հատուկ այդ նպատակով նշանակված աշխատակիցների կողմից։ Կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է ձևակերպումները կատարել Հայաստանի տարածքում, մինչև սահման հասնելը, որպեսզի սահմանին չառաջանա երկար հերթեր եւ ավելորդ խառնաշփոթ։